Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի և ցանկացած միջավայրի կահույք և տեղական և արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաև պատվերներ։ Իմպերիա, գնի և որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Դավ շին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե և ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով և փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների և ֆիրմաների, սկսած 18,000 դրամից, մետաղական և ալյումինե նորաոճ բազրիկներ,
կապցին կապած եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում, Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդփական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ Շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Maria Beauty Salon, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Maria Beauty Salon-ում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Maria Beauty Salon, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Ասում ենք բարի երեկո բոլոր նրանց, ովքեր այս պահին Ֆորտունա հեռուստաընկերության եթերի հետ են, այս պահից սկսվում է նաև Բացենյան երաժշտական ժամանցային տեղեկատվական հաղորդումը, որն ունի նպատակ ձեր հանգստյան երեկոներն ավելի հետաքրքիր եւ ավելի ուրախ դարձնել։ Այո, եւ մենք արդեն հունիս ամսվա մեջ ենք, ինչպես ասում են, բայց դեռևս չենք զգում արևի ուժը եւ ջերմությունը։ Ինչն է պատճառը։ Բավարար չափով չես զգում երևի։ Բավարար չափով չենք զգում։ Բայց օրացույցում ամառ է։ Չենք հասկանում, թե ինչ հագնել տանից դուրս գալուց, ինչ հագնել այսօր։ Հիշեք, որ նկարահանման օրը անձրևով էր, պարզապես։ Այո, երբ որ արդեն հեռացակվի, այո։ Այս պահին այդու, բայց կարևորը մեր սրտում ջերմություն լինի, եղանակը ամեն տարի, ամեն ժամանակահատվածում շատ գեղեցիկ է, չէ՞։ Այո, բնությունը ունի վատ եղանակ, ոչինչ որ օրացույցով ամառ է, շատերը մտածում են, թե ինչպես հանգիստն անցկացնել, իսկ ես ուզում եմ ողջույններ ուղարկել բոլոր նրանց, ովքեր որոշել են, որ հանգիստն անցկացնելու հենց Հայաստանում ու հենց Լոռու մարզում։ Այո։ Բարով կգաք Լոռի։ Բարով եք եկել Լոռի կամ բարով կգաք Լոռի։ Այո։ Իսկ մենք ողջունում ենք ձեզ երաժշտությամբ։ Աշխարհ քո գլխի մեջ կենարար այն ապրել է դարեր իննա իրյան ավետյաց հայոց երկիր շեն աշխարհ քո գլխի մեջ կենարար այն ապրել է դարեր անթիվ զրկանքներ ու տանջանքներ ենք տեսել արար աշխարհով մեկ տարածվել ապրել անթիվ զրկանքներ ու տանջանքներ ենք տեսել բայց Հայեր ջան, մայրեր քույրեր ջան, կարոտով սպասում ենք, եկեք Հայաստան։ Հայեր ջան, ձեր հոգուն ղուրբան, թռչունի պես երամ, եկեք Հայաստան։ Ուրիշ ոչ մի երկրում
Հայաստան դառնանք Աստված մեզ պահապան մենք պիտի միանանք մեր երկիրը շենացնենք ու զորանանք Հայեր ջան, մայրեր քույրեր ջան Կարոտով սպասում ենք եկեք Հայաստան Հայեր ջան, ձեր հոգուն ղուրբան Թրջունի պես երամ, եկեք Հայաստան Հայեր ջան, մայրեր քույրեր ջան Կարոտով սպասում ենք եկեք Հայաստան Հայեր ջան, ձեր հոգում ղուրբան Թրջունի պես երամ, եկեք Հայաստան Հայեր ջան, մայրեր քույրեր ջան Կարոտով սպասում ենք եկեք Հայաստան Հայեր ջան, ձեր հոգուն ղուրբան Թրջունի պես երամ, եկեք Հայաստան Թրջունի պես երամ, եկեք Հայաստան Մենք վերադարձանք տաղավար եւ շարունակում ենք մեր եթերը եւ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հենց նոր հեռակառավարման վահանակը այսպես փոխեցին եւ ասցին վայ, բաց սենյակ ենք նայելու։ Վայ ասում ենք ձեզ բարով եք եկել Բացենյանք, հարգելի հեռուստադիտողներ, Բացենյակը շարունակում է աշխատել եթերում եւ մենք ուզում ենք շնորհակալություն ասել բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս են դիտում մեր հաղորդումը։ Հայաստանում բնականաբար հետաքրքիր եւ հասանելի հետաքրքիր չէ, մեր բոլոր հետաքրքիր հաղորդումները եւ մեր եթերը հասանելի է եթե կա ձեր տարածքում Ovio, Ucom, Team Telecom, օպերատորները։ Եվ իհարկե եթե աշխարհի ցանկացած կետում, ուրեմն նաև on-line հարթակներով, ինչու՞ չէ նաև կապելային ցանցերի միջոցով։ Ահա, եթե ունեք Facebook կամ YouTube, մեզ էլ կարող եք գտնել YouTube-յան ալիքում եւ Facebook-յան էջում եւ իհարկե հետեւել մեր բոլոր հաղորդումներին եւ հետագա զարգացումներին։ Այո, հարգելի հեռուստադիտողներ, իսկ եթե արդեն գտել եք, ուրեմն մենք էլ ասենք, որ մեր հաղորդման գործընկերներին շնորհակալություն ասելու ժամանակն է։ Հաղորդման գործընկերն է Դավշին շինարարական կազմակերպությունը, որն առաջարկում է շինարարության հետ ամեն բան մեկ հասցեից։ Դավշինն առաջարկում է վերանորոգել բնակարանը մատչելի գներով։ Հեռախոսահամար 0322 466 091 0466 098 17 26 աղան 48 կոտորակ 1 դիմաց թաղամասում է գտնվում։ Մեր հարևաններն են։ Մեր հարևաններն են։ Հարևաններին ենք ողջունում, այո։ Եվ իհարկե հարմարավետ որակյալ կահույք կարող եք ձեռք բերել Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 հասցեում գտնվող Իմպերիա կահույքի սրահից։ Հեռախոսահամարները 033 34 60 60 033 35 60 60։ Շնորհակալություն Իմպերիային։ Շնորհակալություն Մարիա Բյութի սալոնին, որը գտնվում է քաղաք Վանաձոր, բազում թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2 հասցեում։ Եվ իհարկե առաջարկում Վարսահարդարում ինչպես տղամարդկանց դեպքում այնպես էլ նաև կանանց իհարկե հակառակը, այո։ Եվ ասենք շնորհակալություն նաև Նունե Վարդանյան Տիմարդարման ուսուցման բուժական կենտրոնին, որը գտնվում է Հասցեն քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 39 կոտորակ 1։ Իրանք էլ են մեր հարևանները։ Եվ ուղարկում ենք դիմացից Հայքի հրապարակ ողջույններ եւ առհասարակ բոլորին ովքեր մեզ դիտում են Լոռու մարզի ցանկացած կետում, Հայաստանի ցանկացած անկյունում եւ բնականաբար աշխարհի ցանկացած կետում on-line թե off-line տարբերակով։ Դա էական չէ, կարևորը որ մեզ դիտում եք բարեկամներ։ Եվ այժմ մենք քիչ անց վերադառնանք տաղավար եւ կընդունենք մեր հյուրին, խոսենք շատ հետաքրքիր միջոցառումների մասին, ինչպես ասել է, բայց շատ հետաքրքիր միջոցառման մասին, որը օրեր առաջ կայացավ եւ ոչ ավել, ոչ պակաս, ոչ հեռու, ոչ մոտ Ախտալա քաղաքում։ Ախտալա քաղաքում։ Այո։
աշխարհի սիրուն անկյուններից մեկը դա Աղթալանն է, չէ՞, իսկ որտեղ տեղախտավայր։ Լորվա ամենատակ անկյուններից մեկն է, ես կասեի։ Ես գնամ այնտեղ ապրեմ ուրեմն ես։ Բայց եթերորին կգաս։ Եթերորին կգամ, այո։ Այո։ Որպես հին ու մնացած հարևան էլի, չէ՞, որ Այո։ տեղափոխում ես ուրիշ տուն, բայց չես մտնում հարևանն է։ Դե ինչ բարեկամներ, շարունակեք դել ֆորտունա, իսկ մենք այս ընթացքում երաժշտություն ենք լսում մեր գործընկերների հոլովակները, որ հյուրին սիրով տաղավար բերենք։ Եթերավիրենք։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով,
երկշերտ, երաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդփական կամ հակամիջհատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Եկամներ ասում են բարի երեկո բոլոր նրանց, ովքեր սիրում են ապարել։ Ինչ ոճի բարել օրինակ։ Բոլոր։ Իսկ ամենակարևորը հարգելի հերթատուներ, ողջույններ բոլոր նրանց, ովքեր սիրում են ապարել ու ապարացնել։ Սա ամենակարևորն է նաեւ։ Իսկ ինչպես պետք է իմանաս ճիշտ ձևը շարժումներ կան, որոնք չի կարելի, որոնք կարող են տրավմաների դարձնել մարդուն։ Այդ ամեն ինչի մասին մենք այսօր խոսենք։ Եվ ոչ միայն այդ ամեն ինչի մասին։ Երեխաներին կիրթ եւ գրագետ դաստիարակել եւ պարապել է պետք, ինչպես ասում են, որպեսզի ունենանք հրաշալի սերունդ հետագայում։ Եվ իհարկե այժմ ներկայացնում են մեր հյուրին ուշադրություն։ Ինչի համար ուշադրություն, որտեվ տեսեք քանի անուններ եմ տալու այստեղ։ Դու ասա ես հաշվան։ Դու հաշվի։ Օձունի, Շամլուղի, Ճոճկանի, Մեծայրումի, Աղթալայի, Հաղթանակ, Պարային համույթի գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Սեդա Ասերյանն է մեր տաղավարում եւ վերջերս մի քանի օր առաջ ավելի ճիշտ Աղթալայում եղավ գեղեցիկ ամերիկային ծրագիր։ Բարի գալուստ բաց սենյակ։ Ողջույն։ Բարի երեկո։ Ինչպես եք։ Շնորհակալություն, դուք ինչպես եք։ Լավ, շնորհակալություն։ Սեդա ջան, մոտ 1 տարի անցել է մեր վերջին հանդիպումից, մեր նախկին հասցեում էինք հանդիպում։ Ինչ է փոխվել այս 1 տարվա ընթացքում։ 1 տարվա ընթացքում մենք ձեռք ենք բերել Շամլուղի Հաղթանակ պարային ստուդիան։ Ահա։ Եվ իհարկե յուրաքանչյուր խմբերում, համայնքներում ձեռք ենք բերել ավելի շատ սաներ, նաև ունեցել ենք տղաների հոսք խումբ։ Ես հիշեցի, դա ամենամեծ ամենամեծ խնդիրը չէ տղաների Այո, մասնակցությունը։ մի փոքր քիչ էին ավելի ու ազգային պարեր ներկայացնելու համար ավելի շատ են պետք տղաների հոսքը ու այս անգամ մենք փորձել ենք ավելացնել երեխաներին եւ փորձելու ենք ավելի մեկ այլ տերմիններ խումբ ներդնել, որպեսզի տղաները ավելի շատ հաճախեն խմբերին միանան։ Շատ լավ, մենք դեռ կխոսենք տղաների մասնակցության մասին, ուզում եմ ասեմ հարգելի հեռուստատողներ, ես ուրախանում եմ, երբ որ հատկապես փոքր քաղաքներում, Լոռու մարզի փոքր քաղաքներում կամ ոչ փոքր քաղաքներում, նաև հեռավոր, հա, Վանաձորից հեռու քաղաքներում տարբեր մշակութային կառույցներ են բացվում, գործում, խմբեր եւ շատ պատահական ես հանդիպեցի սոցիալական ցանցերից մեկում, որ Աղթալայում համերգ է սպասվում։ Ինչն էր գովելի, որ Աղթալայում դուք հասել եք այն մակարդակի, որ արդեն համերգով եք հանդես գալիս։ Մայիսի 29-ին էր, ճիշտ է։ Ինչու որոշվեց այդ օրը, ինչ համերգ էր,
եւ ինչպես ներկայացաք ու ինչպես ընկալվեց Ախթալա քաղաքում հենց այս նախագիծը։ Օրվա հետ կապված նախ ցանկացանք միացնել հանրապետության տոնի հետ։ Հետո խումբը արդեն 2 տարի էր ու իր համայնքում ոչ մի անգամ ելույթ չէր ունեցել բոլոր սաները, որոշեցինք երեխաները հանդես գան, ինչքան էլ սկզբնակ են ու դժվար է խումբը հավաքել ու միասին դուրս գալ, բեմ բարել, կազմակերպել, բայց փորձեցինք այդ օրը ու իսկապես շատ գեղեցիկ, շատ հիանալի միջոցառում։ Երեխաները պատրաստակամ էին, կարողացան դուրս գալ բեմ, պատվով հաղթահարել եւ իհարկե նաեւ արտահայտվեցին մեր մեծերից, որ դու այն մարդն ես, ով ճեղքել է ասֆալտը եւ դուրս է եկել այդ ասֆալտից, դու լույս ես մեր համայնքում։ Ինձ համար դա ամենակարևոր խոսքերն էր, մանավանդ երբ ես լսում եմ մեծահասակներից, պապիկներից, որ ամեն անգամ տեսնում էին մշակույթի տանը երեխաների հետ եռուզեռը ու հասկանում էին, որ հաղթանակ պարեն ստուդիան եկել է փորձերի։ Ու նաև միացրեցինք երկրորդ մաս ազգային։ Փորձեցինք այն երեխաները, ովքեր համույթում չկան, փորձեցինք սովորեցնել, տարածել ազգայինը եւ ստացվեց։ Շատ անգամներ մեզ միացան նաեւ մանկավարժներ, մեծահասակներ, ճիշտ է մի փոքր դժվար է առաջին մասը 3 ժամ, երկար տևողությունը շատ երկար էր, բայց բոլորն էլ հաղթահարեցին այդ ամեն ինչը, միացան նաեւ մեզ, աղջիկներն էլ գեղեցիկ ելույթներ ունեցան։ Եվ իհարկե ես ցանկացա ոչ միայն դա պրոֆեսիոնալ արտահայտել այդ ամեն ինչ, որ պրոֆեսիոնալ երեխեքը բարձրացել են բեմ, առանց սխալ, չկա շարժումների սխալներ, այլ պարզապես տարածեցի դա, որ միանան մեզ նաև մեկ այլ երեխաներ, մեկ այլ համայնքի երեխաներ, ցանկացա, որ շատանան երեխաները, ազգայինը ավելի մեծացնենք, տարածենք, մի փոքր տարբերակներ փնտրեցի, որպեսզի կարողանամ բոլորին մոտեցնել ազգայինին։ Ախթալայի համերգի ժամանակ միայն Ախթալայի խմբի սաներն էին մասնակցում, թե ձեր։ Նաև մասնակցում էին Մեծ Այրումի եւ մնացած այլ համայնքների համույթները, սակայն այդ օրերին այդքան էլ հեշտ չէր բոլորը, որ մեզ կարողանային միանալ, միացան այն համայնքների սաները, ովքեր կարողացան, բայց եւ երևի ովքեր ավելի մոտ են, հա։ Հա, ճիշտն ասած, այս ոչ թե խնդիրը նա էր, որ չէին կարող գալ, այլ խնդիրը նա էր, որ քննական շրջան էր եւ այլ դպրոցների ավարտական շրջաններ դրա համար։ Բոլորն էլ պատրաստակամ են եւ նույնը Ախթալայի հաղթանակ պարային ստուդիան նաեւ մեկ այլ համայնքները, որ ունեն մենք միջոցառումներ, օձունում, բոլորը միանում են մեզ։ Միշտ համախմբում եմ ու իմ նպատակը ոչ թե նա է, որ եւ լինեմ օձունում եւ լինեմ Շամլուղում բոլորը վերցնեմ իմ ձեռքի տակ, այլ իմ նպատակը նա է, որ երեխաները մտերմություն ձեռք բերեն, որ գնան Երևան սովորելու, ուսանողներ լինեն, մի օր իրար հանդիպելուց հիշեն, որտեղից են իրար ճանաչում, ի վերջո կետը նորից ես լինեմ, ինձ էլ հիշեն բոլորը։ Ցանկությունս դա է, որ բոլորը մտերմանան, համայնքները իրար հետ կապվեն։ Այ հաստատ ամեն օր Ախթալային նախագծեր չեն անում եւ ինձ թվում է եւ մտածում եմ նաեւ, որ իսկապես դուք էլ ձեր խոսքում ասեցիք, այդ ասֆալտը ճեղքելու պահը։ Ինչ դժվարությունների բախվեցիք, կար համապատասխան միջավայրը, ոնց այդ ամեն ինչը կարողացաք կառուցել այնպես, ինչպես դες պետք էր, որպեսզի ստանաք այն ինչին որ ձգտում եք։ Ի սկզբանե Ախթալայում շատ դժվար է եղել այդ ամեն ինչը կառուցել, շատ։ Չեմ կարող հերքել, որ իմ ծնողների օգնությունը ամենամեծն է եղել։ Չի եղել համայնքի կողմից ինչ օգնություն եւ այլը, երեխաները նաեւ ունեցել են ջեռուցման խնդիր, տեղի խնդիր, բայց ծնողի մեծ ցանկության եւ օգնության հետ մեկտեղ ես փորձեցի չմերժել ոչ երեխաներին, ոչ ծնողներին ու բացեցինք խումբը, չնայած արենդայով եմ ես աշխատում, ոչ թե մշակույթի տանը, որովհետև մշակույթի տուն ճիշտ Ախթալան ունի, բայց չենք կարող օգտագործել, որովհետև սեփական է դա։ Պետականացված չէ ու շատ դժվար է եղել այնտեղ հասնել, պարապմունքները շատ դժվար են եղել եւ նույնը քանդված, չկառուցված վիճակում է, ինքը ոչ բարվոք վիճակում է։
Այնտեղ միջոցառում անելը 1 ամիս, 2 ամիս մեզ պետք է եղել, որպեսզի մաքրենք տարածքը եւ այլը հարմարավետ մարդկանց ներսը դուրս անելը, այդ ամեն ինչը պետք է մենք նենց կազմակերպեինք, որ համերգի նման լիներ, ոչ թե պարզապես ինչ-որ երեկույթի։ Եվ ստացվեց։ Ստացվեց, ծնողների օգնությամբ ստացվեց։ Ձեր սեփական նախաձեռնությամբ ձեզ օգնող ուժեր չկային այդ ժամանակ համերգի կազմակերպելու համար, այսինքն բոլորս էլ հասկանում ենք եւ պատկերացնում թե ինչ բարդություններ ա իր մեջ պարունակում։ Հատկապես գյուղերում։ Ոչ մի անգամ ինձ օգնող ուժ չի լինում եւ իդային բնավորությունից էլ է գալիս, ես միշտ ասում եմ պետքա քո եղածին դու տերություն անես, որը ստացվի նենց, ոնց դու ես ուզում։ Բայց այստեղ կարևորն է հենց ծնողների վստահությունը, այսինքն ծնողները վստահում են նաև ձեր ցանկություններին, այն ամենին, ինչը որ ձեզ համար որպես առաջնագիծ ստանում եք։ Ու դրա համար իհարկե կարելի է նաև ողջունել։ Իհարկե, նաև իմ ծնողների մեծ մասը եւ 30% ծնողներինն է, որ ինձ իրանք կարող են մենօգնել եւ երեխաներն եւ իմը, չեմ կարող ասել, որ ես մենակ կարող եմ ունենալ ամեն ինչ։ Ես ունեմ ամեն ինչ ծնողի եւ երեխայի շնորհիվ, որոնք ինձ միշտ օգնել են ու երբեք չեն ասել, որ դա չի լինի, չեն կարող անել, չենք կարող անել միասին։ Մենք միասին ենք աշխատել։ Մեզ չկա օգնող մեկ այլ տարբերակներ, միայն մենք ենք։ Ինչն է վստահությունը։ Սերը իմ մասնագիտության հանդեպ։ Իսկ հաղթանակ անունը եւ համույթը կամ ստուդիան դին արտահայտում է իր անունը։ Եվ օգնում է արդյոք այդ անունը։ Իհարկե, միշտ ինձ որ ցանկություն մաղթանք է ուզում ուղղել, ասում եմ, որ հաղթանակին արժանի։ Իհարկե ես միշտ համարում եմ ես հաղթանակի արժանի եւ իմ երեխաները հաղթանակին արժանի սանել են։ Իրականում հաղթանակ Պարայինի ստուդիայի ծագումը 1 տարի առաջ եմ ասել, բայց հիմա էլ կկրկնեմ, որ 2020 թվականին, որ բոլորը նշում էին հաղթանակ, եւ իհարկե հաղթեցին նրանք, ովքեր այդ հաղթանակն ինձ սրտում գնացին, բայց մեզ համար էլ այդ հաղթանակը ծնելու, վերապրեցնելու համար ես մեր Պարային համույթյանին դրեցի հաղթանակ։ Մեկ այլ անուն չէի էլ որոշել, իմ կյանքի երազանքն է եղել, իմ մտերիմներն ասում էին, այդքան ժամանակ երազել ես Պարային համույթ ունենաս ու ոչ մի անգամ անուն չես որոշել, իսկապես չէի որոշել, որովհետև երևի պահը հենց դա էր, որ լիներ տանը։ Եվ բոլոր համույթներում դրեցինք հաղթանակ։ Հաղթանակներ, փառատոններ, մրցույթներ, հաջողությունների մասին խոսենք։ Այս ընթացքում որ եք գնացել ինչ-որ ծրագրեր եղել են։ Իհարկե, համույթ միշտ մասնակցում է միջոցառումներին, երբեք հետ չի մնում եւ իհարկե 5 համույթներ են եւ 5-ն էլ համայնքներն էլ 5 համայնքներում մենք ունենք ամեն տարի այդ 5 միջոցառումները մեր սեփական եւ մարզային միջոցառումները երբ ցանկություն են ունենում ծնողները, երեխաները բոլորն էլ մասնակցում են։ Իհարկե ծնողները միշտ ցանկություն են ունում, երեխաներն երբեք հետ չեն մնում։ Սադա ջան, Ախտալայում քանի սանուն եք արդեն։ 40 Ինչ տարիքային խմբեր են ձևավորվել Ախտալայում։ Փոքր, միջին եւ մեծ։ Փոքր քանի տարեկանից էր։ 3-ից։ 3 տարեկան սաներ կան Ախտալայում։ Այո։ Իսկ ընդհանուր քանի սան եթե հաշվենք։ 200։ Կեցեք։ Մեր նախնական Եվ շատ կարճ ժամանակահատվածում նաև։ Իմացանք, որ դուք, ինչպես ասում են, էլ տեղ չկա ձեր։ Այդ ժամանակ չկա։ Նա Համանով ասարավ, ես մտածում էի, որ Վանաձո, այո, դու արդեն ասում էի։ Բայց ես սովորեմ, չէ՞ որ ես պետք է շատ խոսեմ, լավ չլրեմ, դու պատմիր։ Հարգելի հեռուստադիտողներ, բայց ես չեմ լրի, որովհետև ես պետք է պատմեմ։ Խոսում ենք նախնական զրույցի ժամանակ Սեդայի հետ, ասացին Սեդա ջան, բա այսքան տեղ գնում ես, բա ինչի՞ չես Վանաձորել համույթ բացում, ասացին, էլ օր չկա։ Օր չկա, իրականում շատ հաճելի է լինում այն փաստը, որ լինում է առողջ մրցակցություն, հա։ Տեսնում եք դուք այդ ամեն ինչը ձեր համայնքներում։ Դա ժողտում է, լավ։ Ինչ վատ հարցեր ես տալիս։ Եթե մարդը ունի 2 օր աշակերտ ու այնտեղ չկա, դա արդեն մի բանի մասին է խոսում, վստահություն, չէ՞։ Վստահություն եւ սեր։ Չէի ցանկանա մրցակցության մասին խոսել, որովհետեւ ես միշտ նշում եմ, չի կարա մշակույթի մարդը մեկ այլ բնավորության եւ մեկ այլ մտածելակերպ ունենա։
Ես մտածում եմ, որ մշակույթի մարդը պետք է առույգ լինի, կյանքով լեցուն, բարի նախանձ, չգիտեմ, այդ նախանձները երբեք պետք է չունենա ու ես ոչ մի անգամ մարդը պետք է պարզապես աշխատասեր լինի, ես դա զգում եմ։ Անհնար է այդ բանակը ունենաս թիկունքում ու չզգաս դա։ Իսկ ինչ խորհուրդ կտաք, այսպես ասած, աղավաղված խմբերին, որոնք ցավոք մեր իրականության մեջ շատ են։ Եվ չթունավորեն երեխաների կյանքը։ Չթունավորեն այդ երեխաների ապրելակերպը, որովհետև դա իրենք պարապում են 5 տարի, 10, 15, բայց այդ երեխաներն ունենալու են 80 տարի իրենց կյանքում ու ինչպես սերմանում են ու այդ 80 տարին իրենք այդպես էլ ապրելու են։ Չի ուզի, որ երեխաներին ու մանավանդ այն երեխաներին, ովքեր ապրում են նույն համայնքում, դուրս գան մեկը մեկ այլ խմբից, մեկը մեկ այլ խմբից, չէ որ նրանք նույն համայնքի երեխաներ են, նույն դպրոցի, նույն բակի զերծ պահենք այդ ամեն ինչից, ես միայն դա, չնայած իսկապես մասնագետը, ով սիրով նվիրված այդ մասնագիտությանը չի կարա նախանձի ու արվեստի մարդը չի կարա իր շրջապատը մեկ այլ ձև տեսնի։ Նկարիչ տեսնում է իր գույներով, արուհին տեսնում է իր գույներով, ես դա զարմացել եմ, միշտ եմ զարմացել։ Եվ չի ուզենա երեխաների կյանքը թունավորվեր։ Մենք ոչինչ, մենք մեծ ենք, գիտակցում ենք եւ դա շրջանցում ենք շատ ժամանակ, բայց երեխաները պետքա չգտնվեն այն մասը, ինչը մեզ նեղություն է պատճառում։ Սեդա ջան, երեխաների հետ եւ դժվար է աշխատել։ Եվ միևնույն ժամանակ դու կարող ես ստանալ քառակի ավել, քան մեծերի հետ աշխատանք, այսինքն էմոցիոնալ առումով, գնահատելի առումով, սեդան ժպտում եմ։ Դժվար է աշխատել։ Երբ ունենում եմ ծնողական ժողով ու ավարտում եմ այդ ժողովն, ասում եմ ավելի լավ է 3 խումբ պարապեի, քան այս ծնողական ժողովը։ Որովհետև իսկապես ծնողների հետ մեծահասակների հետ դժվար է։ Երեխաների հետ առօրյան կյանքով լի է լեցունը, չեմ կարա համեմատեմ։ Փոքրերի հետ աշխատելը, երեխաների հետ աշխատելը ուղղակի կյանքա, դա պարտադրովիչ չեն ուզում, չեն գալիս։ Այսինքն 200 աշակերտին դու երբեք չես կարող պարտադրել։ Իրանք սիրով են գալիս։ Այդ սերը, որ տալիս են ինձ, ես նույնը փոխանցում եմ իրենց, մի սենյակում գտնվում է միայն սեր։ Իհարկե սիրուց երբեք վատ բան չի ծնվում։ Երբեք էլ չես էլ հոգնում։ Ես երբեք տուն չեմ գնացել, ոչ մի անգամ չեմ ասել, ես հոգնած եմ։ Դա երբեք չեմ զգացել իմ մեջ, բայց իհարկե ծնողների հետ աշխատելը, մեծահասակների հետ աշխատելը շատ դժվար է։ Ավելի դժվար է դա, քան երեխաների հետ։ Երեխաները նաև շատ նկատող են ու շատ նրբանկատ։ Այսինքն երբեմն կարող են ուղղել ընկեր Սեդային ասելով, հա, որ այսպես չէր կամ այնպես է։ Դա ոնց է ընկալում։ Դե շատ ժամանակ, քանի որ բեմադրությունները շատ են լինում ու երբեք նույն բեմադրությունները չեն, համայնքները տարբեր բեմադրություններ են, շատ ժամանակ լինում է, որ ես ինքս եմ մոռանում ու հայրենիներով նայում եմ, թե երեխեքը ոնց են պարում, որ ես ինձ ուղղեմ։ Բայց դա էլ է մեծ հաճույքով լինում։ Շատ ժամանակ երեխաները ցանկություն են հայտնում փոքրիկների հետ աշխատեն, մեծերը թույլ եմ տալիս ու տեսնում եմ, թե ինչպես են աշխատում, նենց ոնց որ ես։ Թեկուզ թաթերը շտկելը, ձեռքերի մատերը շտկելը ու ես հպարտանում ու ուրախանում եմ իրենցով, ոչ թե մտածում եմ, որ վաղը կլինեն իմ կոնկուրենտը, այլ ուրախանում ու հպարտանում եմ, որովհետև լավ ուսուցչուհուց միայն պետք է լավ սաներ, լավ շարունակողներ լինեն։ Եվ ասում եմ պետք է իսկական աշակերտներ գերազանցեն։ Իսկապես։ Եվ մի խոսք կար, ասում են երեխաները չեն սովորում այն ուսուցչից, ում չեն սիրում։ Իհարկե։ Այսինքն հատուկ ինչ-որ մեթոդամանություն կա, որ երեխաների լեզուն հասկանա 200 երեխա տարբեր Երևի ուղղակի սերն է, հա, երևի թե։ Սեր։ Երեխաները այն անմեղեակներն են, ում չես կարող ոչինչ ստիպել։ Երեխաները չսիրեն, երբեք էլ չեն գա։ Չես կարող ստիպել բարի բերել։ Դա դպրոց չի, որ պետքա գնաս, դա այնտեղն է, որտեղ պետքա երեխան ինքը ցանկություն հայտնի ու երեխաներն իսկապես ցանկություն են հայտնում ու ես էլ մեծ սիրով իրենց սպասում եմ։ Դա ամեն համերգից հետո ես վստահ եմ, որ բալիկները նայում են ուղիղ ձեր աչքերին հասկանալու դուք ինչ ասեցիք։ Ոնց եք նրանց ոգևորում, որն է առաջին արտահայտությունը, երբ բեմից իջնող բալիկին ասում եք։
Կամ կուլիսներում բեմ բարձրացող բան։ Երբ դեմքիս են նայում, որ ես պետք է ինչ-որ բան արտել, ասում եմ շատ լավ եք բարել, շատ ապրեք դուք։ Իհարկե երբեք էլ չեմ կոտրի իրենց, որովհետև ես այդ աշակերտի 40-ը, 50-ը, 60-ը որ դեմքիս ենամ, ես ոնց կարամ այդ երեխեքի հոգեբանորեն այդ երեխեքին ճնշեմ կամ կոտրեմ, երբեք չեմ անի նման բան, եթե ամենա կոպիտ սխալն են թույլ տվել իրենց։ Միշտ ասել եմ, որ ապրեք, շատ լավ եք արել, բայց ընկերը ասրանից ինչ տեղս լավ եք արել, շատ լավ էր արել, դե մեկը չենք ուղղելու, արել են, արդեն բեմ են բարձրացել, արդեն սխալը թույլ են տվել, ես չեմ կարող իրենց կոտրել, իրենք ինձ են նայում, որ ես թև տամ իրենց, եթե ես կոտրեմ, հաջորդ անգամ նրանք կաշկանդված են պարելու, իսկ բեմը կաշկանդվածություն չի սիրում։ Թևեր եք տալիս։ Այո։ Ապրեք միշտ այդպես թևեր տակ երեխաներին եւ հաղթանակները լինեն ձեր կյանքում մշտապես շատ լինելու եւ խոսենք նաեւ հետագա անելիքների մասին եւ կամաց ամփոփենք մեր սրից։ Առաջիկայում կան ծրագրեր, որոնց արդեն պատրաստում եք մասնակցել։ Ունենք հունիս, հուլիս ամիսներին ծրագրեր, որ պետք է երեխաները համերգների մասնակցեն, բայց ընդհանուր իմ անելիքներից ես երևի թե իմ նպատակներից ու երազանքներից միայն մի բան չունեմ, իմ բարային դպրոցը։ Ճիշտն ասած, դա իմ մեծ գերագույն նպատակն է եղել։ Կցանկանայի, որ մեկ տարվա ընթացքում դա իրագործեի ու այսօր դրա մասին խոսեի, չնայած որ այս ընթացքում փորձում եմ ստեղծել եւ իթե մի քանի տարի հետո Մյուս տարի որ գաք արդեն հյուր, արդեն խոսենք դրա մասին։ Աստված առաջ, եւ իթե մի քանի տարի հետո նոր կսկսեմ պահպանել այս ամեն ինչը, որ խմբերը պահպանվեն ու նոր կստեղծեմ իմ բարային համույթը, որովհետև դա իմ գերագույն նպատակն է, մտածում եմ, քանի երիտասարդ եմ, պետքա ստեղծեմ ու Շամլուղը հենց դրա հետևանքն է, որ մտածել եմ, պետքա ստեղծեմ, պետքա նորից ունենամ, պետքա հաղթանակը լինի, պետքա ապրի։ Ու որ տեսնում ես դիմացիներից սպասում եմ, որ այդ օրը դու չես անելու ու դու անում ես։ Ես փորձում եմ համայնքներում գնալ, շատացնել, հիմա դա է իմ նպատակը, որ նորից համայնք, մեկ այլ համայնքում ծաղկեցնեմ ու գնում եմ այն համայնքներ, որտեղ իսկապես ուսուցչուհիներ չկան, որովհետև ինձ մի քանի օր առաջ էլ Թևուտից զանգահարել են, Շամլուղից կներեք, Շնովից զանգահարել են, որտեղ գործում են 3 բարային համույթներ եւ զարմանում եմ, իսկապես զարմանում եմ, հիմա Ձաղի ձորից են նորից զանգահարել, ասում եմ պետք է գաս, բայց իսկապես ժամանակ չունեմ, Երանի իմ երեխաները ավարտեն, շարունակեն բարային արվեստը, գնան մեկ այլ խմբեր բացեն, նորից հաղթանակները շատացնենք, նորից ունենանք հաղթանակներ։ Այս պահին նպատակս նա է, որ կարողանամ պահպանել այն, ինչ ունեմ։ Ձեզ նորանոր ձեռքբերումներ, ես վստահ եմ, որ մեր հաջորդ հանդիպումը եւ հույս ունեմ նաեւ, որ մեր հաջորդ հանդիպումը արդեն ձեր հստակ ուրվագծած երազանքի մասին եք պատմելու այդ հանդիպման ժամանակ։ Շնորհակալություն։ Միշտ առաջ եւ չկոտրվեք ոչ մի դեպքում։ Շնորհակալություն ձեզ եւս, իսկապես այն գործում, որտեղ որ սեր կա եւ այն գործում, որտեղ այդքան նվիրում կա, չհաջողել չի կարող։ Մենք սպասում ենք նաև Վանաձորից դա ամեն դեպքում մտածի, ինձ թվում է մեկ օր կունենաս։ Մեկ օր շատ չէ։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք ողջույններ ենք ուղարկում բոլոր այն բալիկներին, ովքեր ապրում են եւ հատկապես հաղթանակի համույթի շարքերում են հանդես գալիս։ Հաղթանակի համը զգացած։ Աղթալայում, Օձունում, նայեք, քանի որ իմ ձեռագիրը երբեք դու նախկին կյանքում գիտես ով ես եղել։ Օձունի, Շամլուղի, Ճոճկանի, Մեծ Այրումի, Աղթալայի ապրես։ Այս համայնքների բոլոր բալիկներին, ովքեր հաղթանակցիներ են, հաղթանակում են ապրում, միայն հաջողություններ են մաղթում, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալություն։ Շատ ուրախ եմ, որ այսօրը ձեզ հետ եմ անցկացնում, շատ շնորհակալ եմ, որ հաղթանակին, հաղթանակացաներին այսպիսի գեղեցիկ օր եք նվիրում։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող բարեկամներ եւ սիրելի հաղթանակցիներ, այս պահին առաջարկում եմ ձեր կադրերով ձեր մասնակցության փոքրիկ տեսանյութ դիտել, այս ընթացքում ընկերսեդային ճանապարհում ենք եւ կորադառնանք տաղավար շարունակելով մեր եթերը շարունակեք դեր ֆորտունա։ Շարունակեք դիտել մեզ կամ մնացեք մեզ հետ ֆորտունայով։ Ունեք իստումը դու հենց հիմա կարող ես արդեն հերթագրվել հաղթանակում բարելու համար։ Գնացի։
Լեռների մեջ կա պայքար, քարի մեջ երկու պար, ձեռքերի մեջ առնական, պայքարն է հաղթական։ Առավոտ կելնենք սարը, կկանչի սուրնի խաղը, թող աշխարհը բռնի պարը, Յարխուշտան։ Լեռների մեջ կա պայքար, քարի մեջ երկու բար, ձեռքերի մեջ առնական, հայպարն է հաղթական, մշահու սասնա բարը մեր, հետեղեք ձեռքերը վեր, նեզարգեք դողան սրտեր, կեզ ղուրբան զենքի ընկեր, առավոտ կելնենք սարը, կկանչի զուրնի խաղը, թող աշխարհը բռնի պարը, Յարխուշտան։ Ծապարա, ուժը թապտուր թապարա, հշտամին փախչի վարուվեր, կեզ ղուրբան զենքի ընկեր, առավոտ կելնենք սարը, կկանչի զորնի խաղը, թող աշխարհը բռնի պարը, Յարխուշտան։
կլենք սարը Կկանչի զուրնի խաղը Հող աշխարը բռնի բարը Յար խուշտա Այսպիսի հրաշալի եթեր ունեցանք այսօր, սիրելի հեռուստադիտողներ, եւ հաղորդման վերջում շնորհակալություն մեր բոլոր հեռուստադիտողներին, ովքեր արդեն գիտեն ժամը, վայրը եւ պետք է միանան յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 20:00-ին եւ հետեւեն բաց սենյակին։ Շնորհակալություն ենք այդնում նաեւ եւս մեկ անգամ մեր հաղորդման գործընկերներին Դավշին շինարարական կազմակերպությանը, Հասցեն Աղայան 48 կոտորակ 1 վերանորոգիչ բնակարանը մեր օգնությամբ մատչելի գներով 0322 466 00 091 0466 00 098 17 26 62 շնորհակալություն։ Շնորհակալություն իհարկե նաև ասում ենք մեր հաղորդման մյուս գործընկերոջի Իմպերիա կահույքի սրահին, որը գտնվում է քաղաք Վանաձոր, Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 հասցեում, այն իհարկե գտնվում է Գլորիա կարի ֆաբրիկայի հարևանությամբ Իմպերիան տեղական ու արտասահմանյան կահույքի լայն ու շքեղ տեսականի առաջարկում, այնպես որ դիմեք, օգտվեք եւ իհարկե գեղեցկացրեք ձեր բնակարանը եւ նորաոճ նաեւ դարձրեք։ Ասում ենք շնորհակալություն նաեւ Մարիա Բյութի սալոնին, որը գտնվում է Համբարձման 17 կոտորակ 2 հասցեում վարսարդարման համար եւ իհարկե նաեւ Վարդանյան դիմորդարման ուսուցման բուժական կենտրոնին, որը գտնվում է Տիգրան մեծ 39 կոտորակ 1 այսօր մենք 5 ենք ստանում փաստորեն։ Հիշում ենք անգիր։ Դա հիմա որ 5 ստանաս այդքան լավ։ Հա, ցածր է 5։ Պետք է 10 ստանաս կամ գոնե 9։ Պետք է 9 ստանալ կամ 9-ին գումարած։ Էհ, 9 եւ բարի ժամանակներ։ Երբ որ ագում ամենաբարձր նիշը, այո 9-եր եւ մատյանում իհարկե։ Բայց ամենասիրունը երկուսն էր, որ դնում էին ուղարկում տուն։ Ամենասիրունը եւ ամենադժվարը գուցե։ Հետո պատասխան էի տալիս քո բոլոր չսովորածների համար տանը։ Այս ընթացքում ես ուզում եմ բարի ընթացք մաղթել բոլոր նրանց, ովքեր ավարտական քննություններում են, ովքեր պայքարում են հետագա ուսումնական ուղու համար, բոլորիդ մաղթում ենք հաջողություն։ Մի մտածեք, ձեր ամենասիրելի թերթիկն է ձեզ ընկնելու, այս արտահայտությունը կար բարի ժամանակ։ Եվ սիրելի ուսանողներ, սիրելի աշակերտներ, եղեք խորամանկ քննությունների ժամանակ։ Եվ եղեք հաջողակ ես կասեի։ Ձեզ համար։ Ռաբդե, այդքանն ասել ես, ասա դու այդ հայտնի շպարգալկան։ Այո։ Ես նոր եմ իմացել ես վերջերս իմացել, որ այդպիսի բան կար, չէ՞, մենք իրականում սովորող երեխաներ ենք։ Շատ բարձ շպարգալկաներ կային, հա, այդ ծածկաթերթիկներն են։ Ես մի անգամ ձեռքից մեջ էի գրել մի երկու բան, բայց մի անգամից բռնվեցի։ Երբ որ ձեռք բարձրացրեցիր, որ գնաս պատասխանես։ Սող պատասխանի ես։ Ես հատկապես այն ձեռքում, որտեղ գտնվում էր հուշաթերթիկը։ Այո, ես խորամանկ չէի, դրա համար եմ ուզում, որ դուք լինեք մի քիչ խորամանկ։ Ծածկաթերթիկ չէ, լավն է։ Հուշաթերթիկ։ Հուշաթերթիկ, այո։ Սիրելի բարեկամները, հա այսպեսին էր այսօրվա բացենյակը, բոլորիդ մաղթում ենք խաղաղ ու հետաքրքիր երեկոյի շարունակություն, եղանակը կարծում եմ բավականին հետաքրքիր է, լավն է, այո, նայածում համար, բայց լավն է։ Նպաստող է է։ մի քիչ քեֆ անելու ինձ թվում է, չէ՞։ Կարելի է կապես բնության գրքում։ բնության գրքում։ Արի, մենք մեր հերթատոներին ասենք մինչ նոր հանդիպում արդեն վաղս ելի բարեկամներ ու մտածենք, թե մենք այս անգամ որ ուղղությամբ ենք գնալու բնության։ Այո, շատ լավ գաղափար է, մենք անպայման կզբաղվենք այդ հարցով։ Հիշեք, որ ես ձեզ շատ եմ սիրում եւ ուղարկում եմ անկախ եղանակից ամենատակ կարոտագին համբույրները։ Հաջողություն։ Շենքի բնակիչներին եւ ասում եմ Չլինես իմ կյանքում, ասա իմասն իմ ապրելու Առանց քեզ առանց ցավ ու անհույս, ասա իմասն իմ ապրելու Թե չլիներ իմ կյանքում, կհորինեի քեզ իմ մտքում Լուսաշող երազից մի պատկեր, որ քեզ պահեմ իմ մտքում, որ քեզ չկորցնեմ Թե չլիներ իմ կյանքում,
ասա իմասն իմ ապրելու Առանց քեզ միայնակ ու լքված ասա իմասն իմ ապրելու Թե չլիներ իմ կյանքում կապրեի օրերս անիմաստ Կանձևեր իմ հոգին անընդհատ կզգար կորուստդ մոտեցող Մնա միշտ իմ կյանքում Թե չլիներ իմ կյանքում կհորինեի քեզ իմ մտքում Լուսաշող երազից մի պատկեր որ քեզ պահեմ իմ մտքում Թե չլիներ իմ կյանքում էլ ոնց ապրեմ ես այս կյանքում Ձևական անիմաց ես շպտամ Բայց առանց քեզ սեր չկա Մնա միշտ իմ կյանքում Թե չլիներ իմ կյանքում կհորինեի քեզ իմ մտքում Լուսաշող երազից մի պատկեր որ քեզ պահեմ իմ մտքում Թե չլիներ իմ կյանքում ասա իմասն իմ ապրելու Առանց քեզ միայնակ ու լքված ասա իմասն իմ ապրելու Թե չլիներ իմ կյանքում կհորինեի ես քեզ իմ մտքում Իմպերիա խանութ սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6 Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջերուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Մարիա Բյութի սալոն,
մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Քաղաքվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ ու թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։